Եվ այսպես 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր Սևանա լճի ափամերձ բացարձակ նիշից ցածր 25 հողամասերում ապամոնտաժվել է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված հիմնական եւ ոչ հիմնական 65 շենք-շինություն։ Սևան ազգային պարկի կողմից լուծվել է 2 պայմանագիր։ Ապամոնտաժումներն իրականացվել են գլխավոր դատախազության միջնորդագրերի հիման վրա։ Փետրվարի 24-ին ապամոնտաժվել են Կրթության եւ Գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր քոթեջը, ինչպես նաեւ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու Կարեն Գրիգորյանի ապօրինի կառուցված քոթեջը։ Նշվում է, որ կառուցապատողները նույնիսկ հողերի վարձակալության իրավունք չեն ունեցել։ Ավելի վաղ ապամոնտաժվել էին ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի Սևանի առանձնատան պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը եւ այլ շինություններ։ Դատախազության կողմից դատարան ներկայացված հայցերը վերաբերում են նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից կառուցված Սևանի առանձնատանը, Հարսնաքար հյուրանոցի վարչական համալիրին, հյուրանոցի քոթեջներին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի Սևանի առանձնատանը, Կապավոր ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբյանյանի Սևանի առանձնատանը, որոնք դատախազությունը համարում է ապօրինի։ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով Հայաստանի օրենսդրությամբ սահմանված ջրածածկման եւ ողողման ենթակա տարածքները ներառում են Սևան ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչեւ 1900 մետր բացարձակ նիշը։